Ողջույն ձեզ, իմ հայացք։ Ես այսօր այս տեսալվակի միջոցով կբացատրեմ կամ կներկայացնեմ, որ մեր Հայկ Նահապետի հիմքում այլազգերը իրենց համար ստեղծել են աստվածություններ եւ լեգենդներ։ Ինչի հիման վրա եմ ես այդ ամենը ասում, պարզ կան երկու գիտելիքներ կամ երկու մասնագիտություններ կամ մասնագետներ, նրանք իրենց կարծիքը լսելով, իրենց գիտելիքները իմանալով, հասկանալով դուք կարող եք այդ ամենը տեսնել եւ հասկանալ, դա երկու մասնագիտությունները կամ երկու գիտությունները, դրանք առաջինը դա լեզվաբանությունն է եւ երկրորդը դա թաքնագիտությունն է։ Թաքնագիտությունը լեզվագիտության միջոցով կարողանում է ուսումնասիրել եւ այն ամենը, ինչ թաքնված է, տեսանելի դարձնել եւ ես այդ երկու մասնագիտությունները կամ գիտությունները ուսումնասիրելով, լսելով մասնագետներին, ես այս ամենի հանգել եմ այս ամենի եզրակացությանը եւ տեսել եմ թե հունական առասպելների, թե սլավոնական առասպելների, նաեւ այլ ազգերի պատմությունների եւ աստվածությունների մեջ այդ թաքնված անտեսանելին եւ հասկացել եմ այդ ամենը եւ նաեւ սկզբնական շրջանում ես ուսումնասիրել եմ հունական, նաեւ որոշ չափով սլավոնական այդ առասպելները, աստվածությունները եւ ես տեսել եմ այդ ամենը եւ հասկացել եմ այդ ամենը, հետագայում ես հեքիաթներից բացի կներկայացնեմ Հայկ Նահապետի հիմքում այլազգերի լեգենդների եւ աստվածությունների մասին, նաեւ կբացատրեմ, թե որտեղ է այդ ամենը երևում, որտեղ է այդ ամենը տեսանելի եւ թաքնված եւ կներկայացնեմ ձեզ ոնց որ ներկայացնելու եմ հեքիաթների մասին եւ կցանկանայի ասել շնորհակալություն ձեզ իմ հետևորդներ դիտելու եւ բաժանորդագրվելու համար, որտեվ ես ձեր բաժանորդագրվելու, ձեր մեկնաբանությունների միջոցով ավելի եմ ոգեշնչում, որպեսզի ավելի հետաքրքիր տեսահոլովակներ ներկայացնեմ ձեր